Բարի երեկո, դուք դիտում եք Բաց հարթակ, այսօր իմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանում մյուս տարիընտրություններ են եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել ենք Մոլդովային։ Հայտարարեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Պարոն Բլեյան, անդրադառնանք հենց այս հայտարարությանը։ Շատ կարևոր հայտարարություն է, ողջունում եմ այդ հայտարարությունը, կարծում եմ դեռ գոնե կես տարի առաջ մենք արդեն իսկ պետք է դիմաց լինեինք եւ արդեն ահագին տնային աշխատանք ունենք անելու։ Գիտեք, բայց իհարկե կարևոր է, որ իրանք ուզում են աջակցել այն կտրվածքով, որով աջակցեցին Մոլդովայում, որովհետեւ մենք Մոլդովայում տեսանք, թե ինչպիսի ահռելի իրենք հիբրիդային հարձակումների տակ են եւ բնականաբար այնտեղ չունենալով հաջողություն Ռուսաստանը իր ամբողջ եւ կրկնակի ուժերով կփորձի միջամտել Հայաստանի թե նախընտրական, թե նույնիսկ գուցե հետընտրական process-ներին, բայց մենք նաեւ նույնպես տնային աշխատանք ունենք անելու, որովհետեւ առանց օրինակ այն 15 միլիոն եվրոյի, որոնք իրենք տալու են Հայաստանին, որպեսզի մենք դիմագրավենք այդ հիբրիդային հարձակումների, կան գործողությունները, որոնք մենք կարող ենք անել, որոնք չեն պահանջում որևէ գին։ Օրինակ այնպիսի լրատվականներ, որոնք վաղուց փակվել են Եվրոպական միության երկրներում, գրեթե բոլորում, միգուցե նույնիսկ ամբողջ Եվրոպական միությունում, այդ թվում Մոլդովայում, եւ որոնք հանդիսանում են հիբրիդային պատերազմի գործիք, օրինակ Սպուտնիկ Արմենիան։ Իրենք մենք կարող ենք փակել եւ դրա համար գումար չի պահանջվում։ Կամ այն կուսակցությունները, այն քաղաքական ուժերը, որոնք միջ այդ արդեն իսկ մաս են կազմել Հայաստանի Հանրապետության իշխանության զավթմանը, բռնի կերպով զավթմանը, ընդ որում ունենալով նաև 2008 թվականի մարտի 1-ի գործի վճիռը Եվրոպական դատարանի, որը փաստացի ցույց է տալիս, որ այդ թվականներին իշխանության մաս կազմած քաղաքական գործիչները պարզապես խաթարել են մարդու կյանքի իրավունքը։ Այդ բոլոր մարդիկ գոնե նվազագույնը պետք է զրկվեն քաղաքական process-ներին մաս կազմելուց։ Ում մասին է խոսքը եւ որ կուսակցությունների։ Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, հետագայում օրինակ Երկիր կուսակցություն հիմա անվանափոխվել է, չեմ հիշում ոնց է կոչվում։ Այսինքն այդ բոլոր ուժերը, որոնք մաս են կազմել 2008 թվականի մարտի 1-ի եւ որոնք պատասխանատվություն են կրում նաեւ, հրամաններ են մշակել եւ իրագործել, իրենք պետք է առնվազն քաղաքական process-ներին մասնակցելու իրավունքից զրկվեն։ Դրա համար գումար չի պահանջվում։ Բայց ես գնամ ավելին, ընդհանրապես ես կարծում եմ, որ 2000 թվականի դիցուկ մայիսից մինչև 2020 թվականի ներողություն 18 թվականի մայիսը ընդհանրապես բոլոր ղեկավար մարմինները պետք է անցնեն այդ վեթինգի միջով տեղական թիմ ընտրություններում հաղթած, ձևավորած այդ բոլոր կառույցները, իրենց ղեկավարները, իրենք նույնպես պետք է իրավունք չունենան եւ օրինակ եթե մենք նախապես դա արած լինեինք, մենք չէինք ունենա արդեն Գյումրու սցենարը, որովհետեւ Գյումրու դեռ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մոտ 13 տարի ղեկավարել է այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում իշխանությունը եղել է բռնազավթված եւ նա մաս է կազմել այդ բռնազավթմանը եւ նա արդեն իսկ ի սկզբանե չպետք է իրավունք ունենար եւ ԿՀ-ն չպետք է իրան գրանցեր որպես ուժ։ Այսինքն դուք առաջարկում եք Դաշնակցությանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին զրկել քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից։ Առնվազն այդ շրջանակներին, բայց մենք հասկանում ենք, որ այդ շրջանակները իհարկե, որովհետեւ երբ իրենք զրկվում են, իրենք իրենց միջոցները օգտագործում են պրոքսի կուսակցություններ հիմնելով, այլ դեմքերով հանդես գալ եւ պարազիտացնել քաղաքական process-ները։ Մեր ձևով շարժումը պետք է մասնակցի, թե իրեն պետք է զրկել։ Իհարկե ոչ։ Մեր ձևով շարժման ղեկավարը, ինչպես իրենք են ասում, գաղափարական ղեկավարը միլիարդատեր ռուսահայ է եւ այսօր հավատալ, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կարող է որևէ երկրում վարել որևէ քաղաքականություն, որը կարող է լինել օրինակ
հակոտնյա Ռուսաստանի Դաշնության շահերին, դա անպատկերացնելի է։ Այստեղ խոսքի ազատության խնդիր չկա, պարոն Բլեյան, չեն ասի, որ ես այս, չգիտեմ, X թվով մարդիկ օրինակ պատրաստ էին ընտրել, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին եւ ասեն դուք արգելում եք, որ այդ մարդիկ մասնակցեն քաղաքական process-ներին, դա արդեն մեր, այսպես ասած, իրավունքի ոտնահարում է։ Համաձայն եմ ձեր հետ, բայց կան կուսակցություններ, ում տեսլականը կամ մարտավարական գոնե կամ ռազմավարական տեսլականը միգուցե տարբեր լինի, հա, գործող իշխանության տեսլականից, բայց իրենց նպատակը չէ Հայաստանի Հանրապետության կազմակերպումը, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միութենական պետության կազմի մեջ մտցնելը, իշխանության ինքնիշխանության նվազումը, այսինքն այնպիսի ուժեր, որոնք մտածում են որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար, ովքեր իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի ընթացքում մոմ էին վառում եկեղեցում, որպեսզի Ադրբեջանը այդ պատուհանն օգտագործի հարձակվի Հայաստանի վրա, գուցե դիցուկ գրավի, հա, բռնի ուժով գրավի արդեն Միջանցքը, որը կհանգեցնի այստեղ խժդժությունների ներքին եւ դրա ֆոնին իրենք կարողանան գալ իշխանության։ Իրենք հակապետական գործունեություն են ծավալում։ Այսպիսի եւ թույլ տալ, որպեսզի այս հակապետական եւ հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարական ճանապարհով գան իշխանության եւ տապալեն ժողովրդավարությունը, դա ամենաթողություն է։ Բայց դուք կարծում եք, որ իրենք կընտրվեն եւ ժողովրդավարական ճանապարհով կգան իշխանության։ Գիտեք, երբ մենք ասում ենք կընտրվենք, մենք միանգամից մտածում ենք իշխանություն ձևավորելու մասին, բայց մենք պետք է հասկանանք, որ ընդդիմադիր հատվածը դա իշխանության մի մասն է։ Այսինքն դուք կարծում եք, որ այս կուսակցությունները կամ այս անձանց պատկանող ուժերը, քաղաքական ուժերը չպետք է լինեն նաեւ խորհրդարանում, որովհետեւ ընդդիմադիր հատվածը մեր մոտ արդեն դարձել է որպես բոբո հատված, բայց իրականում դա այլընտրանքային իշխանությունն է նաեւ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս պետք է նայի խորհրդարանին եւ տեսնի իշխանություն, տեսնի այլընտրանքային իշխանություն եւ միգուցե հաջորդ ընտրություններում այլընտրանքային իշխանությունը կգա իշխանության եւ գործող իշխանությունը կդառնա այլընտրանքային իշխանություն, հետո միգուցե կփոխվեն նոր կուսակցություններ կգան, այսինքն կուսակցություններ, որոնք 2026 թվականին պետք է կանցնեն խորհրդարան, իրենց նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության հարատևությունը, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, Հայաստանի պետության շուրջ խաղաղությունը, ոչ թե այն ուժերը, որոնք մտածում են ինչպես կազմաքանդեն պետականությունը։ Այսինքն այն աջակցությունը, որը արևմուտքը պատրաստվում է ցուցաբերել Հայաստանին այդ հիբրիդային կոպիտ ասած պատերազմի դեմ պայքարելու համար, դուք կարծում եք, որ տեղին է եւ այս этаպում մենք ունենք լուրջ վտանգներ նախընտրական։ Այո, մենք ունենք տնային աշխատանք կատարելու, որովհետեւ օրինակ Մոլդովայում կային կուսակցություններ, որոնք փակվում էին, որովհետեւ իրենք համարվում են հակապետական, պրոռուսական։ Այդ օրինակը բերել Հայաստան, փակել է։ Նախորդ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի միջամտությամբ, օժանդակությամբ մշակվել էր հատուկ Մոլդովայի համար քաղաքական ծրագիր, փաթեթ, որի արդյունքում ռուսական աֆիլիացիա ունեցող մեդիաները, հա, տարատեսակ այդ լրատվականները, նաև կազմակերպությունները իրենք պարզապես փակվում էին։ Եվ մենք գիտենք, չէ, որ այդ ահռելի փողերը, որ հիմա մեր ձևով այսպես կոչված շարժումը ծախսում է, դա մաքուր փող չէ։ Եվ այստեղ մենք հարց ունենք անելու, որտեղից է գալիս այդ ֆինանսավորումը, որտեղից են այդքան բուսնում այդ գրասենյակները, որոնք ամբողջ Հայաստանի տարածքով մեկ վարձակալում են, գնում են շատ հաճախ։ Փող չէ, ինչ գիտեք, որ մաքուր փող չէ։ Որովհետև 90-ականներին ցանկացած հարստացած 99% այն մարդիկ, ովքեր հարստացել են եւ դարձել են միլիարդատեր, անհնար էր Ռուսաստանի Դաշնությունում 90-ականներին, նույնիսկ ինչ որ չափով այսօր։ Իհարկե նվազել է տոկոսը, որտեղ կա IT եւ այլն, բայց հնարավոր չէ գալ մաքուր դաշտ։ Եվ բացի դրանից, Սամվել Կարապետյանը մի անձ է, ով կողքի կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողքին եւ ամեն ինչով աջակցել է այդ երկու գործիչներին հակապետական եւ ձայն չի հանել, երբ Հայաստանում ոտնահարվում էին մարդու իրավունքները, երբ մատը մատին չի տվել, երբ իր գործընկեր Լևոն Հարապետյանը սպանվում էր Ռուսաստանի բանտում, որովհետեւ հասկանում էր պատվերը եկել է վերևից։ Մեզ այսպիսի մարդիկ պետք չեն քաղաքական դաշտում։ Իրենք գալիս են քաղաքական դաշտ պարազիտացնելու մթնոլորտը
վատթարացնելու, աղճատելու համար։ Եվ իրենց նպատակը ազգային ժողովում ընդդիմադիր դաշտի օկուպացումն է։ Պարոն Բլեյան, մենք խոսեցինք Եվրոպայի ցուցաբերած կամ ցուցաբերվող աջակցության մասին, բայց վերջին օրերին եւս մեկ շատ կարևոր ձեռքբերում եղավ Հայաստանի եւ Գերմանիայի միջև ստորագրվեց հռչակագիր։ Դա շատերը համարում են պատմական, որովհետեւ առնչվում է եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ տնտեսական գործակցությանը։ Խնդրեմ այս հարցին եւս անդրադառնանք, որովհետեւ համարվում է շատ կարևոր իրադարձություն։ Չի կարելի չողջունել հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը, ռազմավարական մակարդակի բարձրացումը, որովհետեւ նամանավանդ այսօր, երբ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգները փորձում է իր ձեռքերը լվանալ եվրոպական անվտանգային համակարգին, որքանով որ դա հնարավոր է, Գերմանիան, նաեւ Ֆրանսիան, ինչ որ չափով նաեւ Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը իրենք փորձում են ստանձնել այդ պատասխանատվությունը եւ մենք տեսել ենք այս բոլորովին վերջերս այս մի քանի օրվա ընթացքում կանցլեր Մերցը ինչպիսի հայտարարություններով է հանդես եկել, որ այդ ամերիկյան անվտանգային հովանոցը պետք է մոռանանք, մենք ավելի ուժեղ ենք, մենք կարող ենք, որովհետեւ իրականում Եվրոպական միությունը շատ ուժեղ կառույց է եւ այդ խնդիրը, որը ստեղծում է Միացյալ Նահանգները, մյուս կողմից օգնում է Եվրոպական միությանը եւ ընդհանրապես եվրոպական համայնքին, որպեսզի մոբիլիզացնի ուժերը, որովհետեւ չի կարելի պատկերացնել, որ այնինչ տեղի ունենում Ուկրաինայում, դա լոկ Ուկրաինայի մասին է, կամ այնինչ տեղի ունենում Ուկրաինայում, դա զուտ արևելքի մասին է, հա, արևելյան մասի Ուկրաինայի մասին է։ Դա շատ հետագա, շատ հեռակա պլաններ ունի Ռուսաստանի Դաշնությունը, իրենք նույնիսկ չեն էլ թաքցնում։ Երբ դիտում ես իրենց այդ քաղաքագետներին, ռոպագանդիստներին, դու տեսնում ես, որ իրենց նպատակը ընդհանրապես ոչ միայն խորհրդային միության վերածնումն է, այլ աշխարհակարգը փոխելն է, որտեղ մի աշխարհակարգ, որտեղ որ հիմնված կլինի ոչ թե իրավունքի վրա հիմնված կլինի, ինչպես օրինակ ձևավորվեց երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, այլ ուժի վրա հիմնված։ Եվ Հայաստանը պետք է իրեն հարցնի, արդյոք մենք լինելով փոքր երկիր, կարող ենք տեղ գտնել մի համակարգում, որտեղ ուժն է ծնում իրավունք։ Պարոն Բլեյան, ես հասկանում եմ ձեր ասածը, բայց տեսեք, այստեղ շատ բան հարց է առաջանում մարդկանց մոտ, լավ, հայ-գերմանական հռչակագիր։ Ինչ է տալիս։ Գերմանիան մեզ պետք է, լավ, մեզ բնականաբար արևմուտք, Գերմանիայի նման երկիրը մեզ հետաքրքիր է, մեզ պետք է, շատ է պետք, բայց ինչ է տալիս այդ հռչակագիրը եւ առհասարակ ինչով ենք մենք պետք Գերմանիային։ Մի փոքր հետքայլ անենք, հիշենք, որ 2024 թվականի ապրիլի 5-ին Եռակողմ գագաթնաժողով տեղ ունեցավ Եվրոպական միություն, Միացյալ Նահանգներ, Հայաստան ձևաչափով, հիշում եք Միրզոյան, Բլինքեն եւ ֆոն դեր Լայն ձևաչափով։ Այդ ժամանակվանից ի վեր արդեն հիմք տրվեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դուրս գա այս ճահճից։ Հետո մենք ունեցանք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների կնքում։ Մենք նաև Նիդերլանդների հետ մեր մակարդակը բարձրացրեցինք ռազմավարական հարաբերությունների։ Միացյալ Թագավորությունների հետ մենք ունենք ռազմավարական երկխոսության մակարդակ, դա վճռել ենք բարձրացնել ռազմավարական հարաբերությունների գործընկերության մակարդակի։ Արխիվում ունենք Ֆրանսիա եւ Հունաստան։ Դա նաև թույլ է տալիս եւ կներեք եւ այստեղ պետք է նաև նշեմ դեկտեմբերի 4-ին, 3-ին այս տարվա բոլորին վերջերս ձեռք բերված Հայաստան Եվրամիություն դրան դեռ կանդրադառնանք շատ լավ։ Դա բոլորը թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը արդեն ռազմատեխնիկական համաձայնություններ սկսի, գործարքներ սկսի գնալ նույն Գերմանիայի հետ, Ֆինլանդիայի հետ, մնացած երկրների հետ, որտեղ ինչով ենք պետք Գերմանիային, այս էլ է հետաքրքիր, որովհետեւ լավ պետություն հարավային Կովկասում։ Շատ լավ է, չէ՞, մանավանդ օրինակ են ընդդիմադիրներն ասում են, մենք հետաքրքրված ենք իրենց այնքանով, որքանով դա դուրս կբռնի, դուրս կհանի Ռուսաստանին։ Միշտ ասում են, մենք իրենց պետք չենք։ Հա, կամ պետք ենք այնքանով, որքանով դա կհանի Ռուսաստանին տարածաշրջանից։ Չնայած չգիտեմ ինչից են իրենք ջղաձգվում, օրինակ ես լրիվ օքեյ եմ այդ գաղափարի հետ, որ իրենք պետք է դուրս գնան այս տարածաշրջանից, ընդ որում իրենք կամավորել են գնում, իրենց գործունեության հետևանքով իրենք ինքնուրույն էլ հեռանում են։ Բայց այստեղ շատ կարևոր է Հայաստանի շահերը, ում հետ են համընկնում։ Գերմանիան, եվրոպական համայնքը հիմնականում հետաքրքրված է, որպես այս տարածաշրջանում լինի խաղաղություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատ ընտրություններ, ինչու, որովհետև այստեղ շատ լուրջ տնտեսական համագործակցության հնարավորություն է ընձեռնվել։ Եվ դա կապված չէ Դոնալդ Թրամփի հետ։ Այն հանգամանքը, որ այս ճանապարհը կոչվում է արդեն Թրամփուղի, դա չի նշանակում, որ դա զուտ Դոնալդ Թրամփինն է
պետք, որտեղ նախորդ վարչակազմի նույն փոխպետ քարտուղար Ջեյմս Օբրայենն էր արդեն իսկ խոսում Միջինսկի կարևորությունից եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, այսինքն նույնիսկ 29 թվականից եթե դեմոկրատները գան իշխանության, դա չի նշանակի, որ մենք պետք է վերանայենք։ Միգուցե անվանը փոխություն տեղ ունենա, չգիտեմ, բայց այնուամենայնիվ այդ լոգիստիկ հնարավորությունները եւ այն հանգամանքը, որ դրանից հետո կենտրոնական ասիական այդ 5 երկրները գնացին Սպիտակ տուն, կնքեցին բազմակողմ, երկկողմ ձևաչափերով տարատեսակ հուշագրեր, հայտարարություններ եւ նախագահ Թրամփը խոսեց այդ արդիվ նաեւ օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստան-Ադրբեջան ԱՄՆ կամ երկկողմ եւ երրակողմ ձևաչափով կնքված այդ հայտարարություններից, դա խոսում է նշանակում է նրա մասին, որ այս տարածաշրջանը շատ կարեւոր լոգիստիկ հնարավորություններով է օժտված։ Այս սրա համար է պետք Հայաստանը։ Տեսեք, Եվ սա բխում է Հայաստանի շահերից, որովհետև Հայաստանին պետք է այստեղ լինեն տնտեսական լուրջ նվաճումներ։ Մեզ պետք է որքան հնարավոր է շատ մաքսատուր գանձել այդ բոլոր այդ բեռնափոխադրումներից, այդ առանցիկություններից, մեզ պետք է դիվերսիֆիկացնել գազը, նավթը, հացահատիկը եւ մնացած այլ հնարավորությունները եւ ես ողջունում եմ նաեւ Ղազախստանի հետ ռազմավարական հարաբերությունների կնքում այդ առումով։ Նաեւ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի փաստաթղթին անդրադառնանք, որովհետեւ հիշում եք, որ Բաքվից հնչեցին, այսպես ասած, քննադատություններ, որ այնտեղ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպում կա եւ դա դարձել էր կարծես թե դժգոհության պատճառ Բաքվի համար։ Ես ըմբռնումով եմ մտնում, որովհետև բնականաբար է, որ իրենք պետք է արձագանքեին դրան, բայց այլ կերպ հնարավոր չէ մեր հայրենակիցներին անվանել, որովհետև իրենք փախստական են։ Բայց հո կամավոր չեն հելել եկել Հայաստան։ Փախչել են, չէ՞, փախստական են։ Թո բողոքեն, բնականաբար կբողոքեն։ Ես շատ հանգիստ եմ մտնում այդ առումով, ես կզարմանայի, եթե օրինակ իրենց կողմից որևէ հայտարարություն չլիներ դրա դեմ։ Իրենք այսինքն օգտագործում են արևմտյան Ադրբեջան այդ արտահայտությունը պարբերաբար, բայց դժգոհում են նմանատիպ հայտարարությունից։ Այո, եւ իրենք նաեւ բերում են այդ արևմտյան Ադրբեջան հայտարարությունը, այդ ընդհանրապես գաղափարը ի հակակշիռ այստեղից հնչող երբեմն տարատեսակ հայտարարությունների, որ Արցախայերը պետք է վերադառնան Հայաստան։ Ես կարծում եմ մի վերջո մի օր ապագայում մենք ունենանք մի իրավիճակ, երբ հայերը կարողանան գնալ այդ թվում Արցախ կամ Ադրբեջանի որոշ այլ հատվածներ, Բաքու եւ այլն, որտեղից որ երբեմն հեռացել են, ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Հայաստան, բայց դրա համար շատ երկար ճանապարհ է պետք։ Սա այժմյական հարց չէ, ցավոք, որովհետեւ նույնիսկ եթե Արցախահայերին հարցնես, իրենք պատրաստ չեն այսօր գնալ։ Դե այսօրվա իրավիճակում բնականաբար պատրաստ չեն լինի գնալ։ Ադրբեջանը նախ չի համաձայնվի, որ որևէ այնտեղ խաղապահ ուժ լինի, առավել եւս ռուսական, իսկ առանց որևէ անվտանգային երաշխիքների ինչպես կարող է որևէ հայ վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Դա անպատկերացնելի է։ Իսկ ես փաստաթուղթը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի վերաբերյալ ինչպես կմեկնաբանեք, սա եւս համարում եք էլի այն պատմական իրադարձություններից մեկը։ Օգոստոս ապրիլի 4 2020 ապրիլի 5 2024 թվական, օգոստոսի 8 2025 թվական, դեկտեմբերի 3 25 թվական, սրանք պատմական քայլեր են եւ պետք է շարունակենք։ Եվ մենք պետք է շարունակենք, որովհետեւ Հայաստանը լինելով փոքր երկիր, պետք է մտածի լավ, ինչ տնտեսական եւ քաղաքական եւ անվտանգային համակարգեր կան երկիր մոլորակում, որտեղ փոքր երկրները կարող են իրենց զգալ անվտանգ եւ իրավահավասար հարաբերություններ ունենալ մնացած անդամ պետությունների հետ։ Արդյոք ԵԱՄՏ-ում Ղազախստանը ունի նույն քաշը, ինչ օրինակ նույնիսկ Ղազախստանը, ել չասած Ռուսաստանը։ Բայց մենք տեսնում ենք Եվրոպական միությունում, թե օրինակ Ավստրիան, Բելգիան, Սլովակիան, Հունգարիան, Չեխիան, բոլորը կարողանում են խնդիրներ առաջացնել եւ իրենք այնտեղ սկսում են քաղաքավարի մթնոլորտում որոշումներ կայացնել, զիջումների գնալ, փոխզիջումների գնալ։ Հայաստան, Եվրոպական միությունը ցույց է տվել, որ Հայաստանի նման փոքր երկրները կարող են զարգանալ եւ հարատեվել այդպիսի կառույցում, ինչպիսին Եվրոպական միությունն է, այլ պարզապես տնտեսական եւ քաղաքական կառույց գոյություն չունի այս երկրի մոլորակում։ Եթե ստեղծվի հետագայում միգուցե մենք սկսենք արդեն ուսումնասիրել նաեւ դա։ Շնորհակալություն։ Ես հիշեցնում եմ հյուրը ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի տնօրեն Արնոլդ Բելեյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։